Ողջունում եմ բոլորին։ Սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Միացել եք Երայի ալիքին, դա նշանակում է, որ իմ հետ եք, շատ համեղ բաներ ենք պատրաստելու, շատ համեղ ուտեսներ։ Այսօրվա մեր բաղադրատոմսը ելակով է, քանի որ լավ սեզոնն է, առիթից օգտվում ենք, այս խմորեղենի իմ ալիքում չունեմ, ես շատ խմորեղեններ ունեմ պատրաստված ելակով, այս մեկը թող բացառություն չլինի։ Սիրելիներ, պատրաստում ենք խմորը։ Խմորի համար ունենք 180 գրամ ալյուր, ուրեմն ունենք վանիլին, միանգամից ավելացնում եմ, շաքարային վանիլին է, 8 գրամ է, այստեղ ունենք փխրեցուցիչ, 1 թեյի գթալ է մեզ անհրաժեշտ, կարող եք օգտագործել կես թեյի գթալ սոդա, այսպես, ունենք 2 ճաշի գթալ շաքարավազ, եթե ուզում եք շատ քաղցր լինի, կարող եք շատ ավելացնել, բայց ես իհարկե խորհուրդ չեմ տալիս, մի փոքրիկ աղ, հիմա այս ամենը մի լավ այսպես կխառնենք, որպեսզի չոր բաղադրիչները լավ խառնվեն, սիրելիներ, ունենք յուղ, օգտագործելու ենք 70 գրամ յուղ, 70 գրամ յուղ, ինչպես ասեցի, սիրելիներ, ես օգտագործում եմ ռեդի յուղ, խմորեղեներս հրաշք են ստացվում, դուք տեսեք, գույնը, տեղը, տեսքը, տեղը եվրոպական յուղ է, սիրելիներ, արտադրվում է Հայաստանի համար, կարող եք ձեռք բերել, կարևորը հիդրոգենացված նյութեր չունեն, բուսական է, խոլեստերին չի պարունակում, անպայման պատրաստեք, ձեր ուտեսները եւ խմորեղենները հրաշք են ստացվելու։ Իդեպ ամռան պետք է դնեք սառնարանում, որովհետեւ շատ կարևոր է։ Պետք է հով տեղում պահել։ Ուրեմն ավելացնում ենք յուղը, կարող եք օգտագործել նաև կարագ։ Ձեթել, բայց խորհուրդ չեմ տալիս ձեթով, այդքան էլ համեղ չի ստացվում։ Աշխատեք, որ ձեր խմորեղենները համեղ ստացվեն։ Ուրեմն սա էսպես եւ նույն գթալով կավելացնեմ 80 գրամ սովորական թթվասեր է։ Իմ մոտ հունական յոգուրտ եմ ես օգտագործում, որովհետեւ թթվասեր Իտալիայում հազվագյուտ կարող ես գտնել, ես թթվասերի փոխարեն միշտ օգտագործում եմ հունական յոգուրտ։ Հիմա այս ամենը մի լավ պետք է հունցենք ու խմոր դարձնենք։ Սիրելիներ, պետք է ստացվի հետաքրքիր խմոր, այսինքն փշրվող խմորեղ լինելու, ինչպես նկատեցիք, ձու չենք օգտագործել։ Հիմա այսպես հունցում ենք ու հավաքում ենք խմորը։ Մինչ պատրաստեք միջուկը, կարող ենք խմորը պահել սառնարանում, ինչպես որ դուք ուզում եք, բայց ես անմիջապես հիմա կտեսնեք, արագ մեր գործը անելու ենք։ Ուրեմն տեղափոխում եմ միանգամից սեղանի վրա, այսպես, նկատեցիք չէ, ինչպեսի խմոր է ստացվում ու գրտնակով բացելու ենք։ Պետք չի հարց զանգված լինի, որովհետև միևնույնն է մենք հետո ձեռքերով մի կերպ սենց ուղղելու ենք, ջեռոցը նախապես ինչպես տեսնում եք միացրել եմ, թխելու ենք 180 աստիճանում, այսպես հունցելուց հետո, հիմա սենց մի կերպ, շատ մի կերպ, բացում ենք գրտնակով, կարող եք թուղթ դնել, խոհանոցի թուղթ դնել, ջեռոցի յուղաթուղթ դնել, որպեսզի ձեր համար հեշտ լինի, կամ մի թեթև ալյուր լցնեք, ես ձեզ այդպես խորհուրդներ տալիս, բայց ես նույն բան չեմ անում, չէ։ Ես սիրում եմ այսպես արագ իմ գործը վերջացնեմ։ Մի փոքրիկ որ կարողանամ բացեմ, այնքան որ դնեմ թավայի հատակին, իմիջիայլոց թավայի չափը 22 սանտիմետր է, 22 սանտիմետրանոց թավայի մեջ ենք պատրաստելու։ Հիմա դնում եմ հատակին ու ձեռքերով որքան հնարավոր է բացում ենք, շատ պետք է բացենք ու բերենք թավայի եզրերին, այսպես, որքան բարակ, այնքան լավ է ստացվելու, մի հատ բաժակ վերցրեք, բաժակով էլ հարթեցրեք, սենց սիրուն, եզրերը կարող եք դանակով հարթեցնել, ինչպես որ յուրաքանչյուրին հարմար է, կարևորը որ ունենա եզրեր, որովհետև միջուկ ենք լցնելու։ Սիրելիներ, հիմա ելակը մեզ անհրաժեշտ է լինելու 300-ից 400 գրամ ելակ, չափը դուք ընտրեք, որքան շատ այնքան համեղ է ստացվում բնականաբար, լավ լվացեք ու կտրատեք։ Հիմա ես լվացել եմ դրել սառնարանում, կսկսենք կտրատելը։
Իմ մոտ սիրելիներ 400 գրամ է, կտրատում ենք ոչ շատ մանր, քանի որ իմ մոտ ելակները շատ մեծ են, ես մի քանի մասի այսպես կկտրատեմ, այստեղ մանրը պետք չի, մի քիչ մեծ կտրատեք, հիմա որ սեզոնն է, պետք է որքան հնարավոր է, այսպես ավելի հեշտ է իմ համար կտրատելը, որքան հնարավոր է, այդքան անպայման օգտագործեք, որովհետև նախ հատապտուղ է, շատ կարևոր է օքսիդանտները, անտիօքսիդանտները շատ են, այնպես որ պարտադիր օգտագործեք ու կարևորը որ տեղական լինի, երբ որ տեղական է լինում, ավելի շատ է, չէ, օգտակար հատկություններ է լինում։ Կտրատեցինք, կողք ենք դնում, հիմա պատրաստում ենք միջուկը, սիրելիներ, միջուկի համար սովորաբար պահանջում է թթվասեր, բայց ես կես չափաբաժին եմ արել, 100 գրամ թթվասեր եմ օգտագործում և 100 գրամ օգտագործում եմ կատնաշոր, փափուկ կատնաշոր է, 200 գրամ մի խոսքով կատնամթերք է, մի լավ այսպես խառնում ենք, մեկ ամբողջական ձու ենք ավելացնում, նորից մի լավ այսպես խառնում ենք, իդեպ բաղադրիչները, որակով բաղադրիչներ ձեռք բերեք սիրելիներ, որպեսզի համեղ ստացվի, 120 գրամ շաքարավազ ենք ավելացնում և վանիլին ունենք, շաքարային վանիլին է, էլի մի լավ խառնում ենք, որպեսզի բաղադրիչները լավ խառնված լինեն, այսպիսի զանգված է ստացվում, մեկի մոտ կարող է մի քիչ ջրիկ ստացվի, մեկի մոտ կարող է մի քիչ թանձր ստացվի, բայց դա խնդիր չէ և ավելացնում ենք 2 ճաշի գթալ ալյուր, ես ալյուրի փոխարեն, սովորական ալյուրի փոխարեն ավելացնելու եմ 2 ճաշի գթալ նուշի ալյուր, որովհետև յուրահատուկ համ է տալիս, շատ համեղ է լինում, սիրելիներ, կարող եք դուք էլ հանգիստ օգտագործել, բայց կարող եք փոխարինել սովորական ալյուրով։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք ամբողջ ելակը, մի լավ էլ դա ենք խառնում, շատ համեղ միջուկ է, յուրահատուկ խմորեղեն է։ Հիմա այս ամբողջը սիրելիներ մենք ավելացնում ենք խմորի վրա։ Ջեռոցս լավ տաք է, տեսեք միջուկը լավ այսպես տարածեք, տեսնում եք հազիվ հենց համընկեց չափը խմորի, որ բաղադրիչները ճիշտ չափով ենք անում, այսպես ճիշտ էլ ստացվում է։ Վերջ սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց, թխելու ենք 180 աստիճանում, վերև ներքևը միացված, եթե առանց օդափոխիչ միացնեք, թխեք ավելի լավ կլինի, որպեսզի երեսը միանգամից չվառվի։ Ինչպես եք իմանում պատրաստ է թե ոչ, 30-35 րոպե պարտադիր թխվելու է, իսկ եթե զգում եք, որ երեսը կարմրել է, բայց դեռ 35 րոպեն չի լրացել, կարող եք փայլաթղթով փակել ու թողնել, որ շարունակի եփվել։ Սիրելիներ, պատրաստ է, թողնում ենք հովանա, այ տեսեք, ընտիր վիճակ է, իմ մոտ թխվեց 40 րոպեում, թողնում ենք հովանա, որպեսզի համտեսենք։
Սիրելիներ, տեսակ չէ, դեռ գոլորշի է բարձանում, ես չթողեցի, որ սառի, սառը ժամանակ բնականաբար ուտում եք միայն սառը վիճակում ու սառնարանից սառը վիճակում, ոչ թե սենյակային ջերմաստիճանի, նույնիսկ տաք վիճակում տեսեք ինչ գեղեցիկ է կտրվածքը, հրաշք, խմորեղեն, սիրելիներ, անպայման պատրաստեք։ Հիմա ես կհամտեսեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է։ Դուք էլ այսպես սեզոնին համեղ ուտեստները պատրաստեք, չմոռանաք ուտելուց էլ ինձ կհիշեք։ Հաջողություն բոլորին, սիրելիներ։ Այս ինչ նուրբ է, հրաշք է։